Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ դիմում են բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն հայրությունը պարզող ԴՆԹ անալիզի համար։ Զարմանալի էր ինձ համար, շատ են դիմում, երևում է, որ այս խնդրը բավական հասունացած է։ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում այս հետազոտությունը չի կատարվում։ Դիմողներին ուղարկում են փորձաքննությունների ազգային բյուրո։ Այս կենտրոնի հիմնական ուղղվածությունը կլինիկական և գենետիկական հետազոտության անցկացումն է, պարզելու համար ժառանգական հիվանդությունները։ Հայաստանում ամենահաճախը հանդիպում է միջերկրածովային ընտանեկան տենդը, որը հայտնի է պարբերական հիվանդություն անվամբ, որը բնորոշ է հայերին, թուրքերին, արաբներին, հրեաներին։ Հիվանդության տարածվածության մասին խոսում են թվերը։ Վերջին տարիներին հետազոտություն անցել է 26,000 մարդ։ Նրանցից 15,000-ի մոտ մենք հաստատել ենք պարբերական հիվանդությունը։ Գենետիկական հետազոտությունը չափազանց կարևոր է նաև ապագա մայրերի համար։ Երբ որ ոչ ինվազիվ ճանապարհով հայտնաբերվում են որոշ ինչ-որ շեղումներ նորմայից, այդ ժամանակ բժիշկները ուղարկում են այստեղ արդեն ինվազիվ պրոցեդուրայի համար։ Առավելությունը դա է, որ կարելի է արդեն չծնված այս պտղի մոտ որոշել որևէ գենետիկական հիվանդություն։ Եվ արդեն ընտանիքը ինքն է որոշում ինչ է պետք, ինչպես է վարվելու։ Իդեպ աշխարհում մոտ 15,000 ժառանգական հիվանդություն կա, որից 6-ից 7,000-ը համարվում են հազվադեպ հանդիպող։